Իրենց առաջ քաշած թուրքական թշնամական օրակարգը մեր ժողովրդի կողմից աջակցություն չունի։ Բացառապես մի քանի տասնյակ նիկոլականների, որոնց մասին գնահատական ասված է, ովքեր են դրանք ինչ են։ Բայց այս ընդհանրապես այս ամեն ինչը ամոթ սա մեր ժողովրդի, մեր պետության, աշխարհի առաջ սրիկան, որը եկավ հայրենիքը հանձնելու, ում էլ ամեն ինչ անում մեր պետականությունն ու ազգային ինստիտուտները լուծարել։ Հայ մարդը պետք է հասկանա, ով է Նիկոլ Փաշինյանը, պետք է հասկանա ինչ առաքելություն ունի, ինչի համար աստեղ եւ ինչ է անում։ Եթե այս գիտակցությունը լինի ամբողջական, այս մարդիկ այլևս անելիք չեն ունենալու ու դա կարծում եմ մոտ ապագայում համոզվելու են բոլորը։ Պարոն Սաղաթելյան, այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այնքան հանգիստ էր ասում, որ վեհապարին մնացել է 1 օր կամ այսօր կգնա կամ վաղը։ Ինքը ուներ մի վստահություն, որը երբ այսքան վստահ էր բավականին հնարավոր պլան B ունեն, օրինակ, ինչ-որ մի կերպ կարողանան գրոհել ու մարտաճարը։ Այ, մի փաստ ասեմ, ակնհայտ էր, որ այդ տիրադավներին ուզում էին վերեին եկեղեցու ներս չկարողացան, ակնհայտ է, որ աջակցություն չունեն։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ այս ճգնաժամը կշարունակվի այնքան, քանի դեռ վեհապարը շարունակում է մնալ։ Ես էլ ասում եմ, այս ճգնաժամը կշարունակվի այնքան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է իշխանության։ Այս ճգնաժամը, կորուստները, ողբերգությունը, այս այլանդակ ամոթալի մթնոլորտը կմնա այնքան, քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության եւ կհեռանա այսօր մի ամսից թե 6 ամսից, որքան շուտ այնքան մեր երկրում կգա համերաշխություն, միավորում ու այս չարիքից ամեն ինչից կվերջանանք ու վստահ եմ ամոթ է այս ամեն ինչը, նորից եմ ասում, էլի ոնց կարելի էր մենք մեր հայրենիքում, մեր երկրում էջմիածին պաշտպանենք, էլի ումից ենք պաշտպանում, բայց այս է իրականությունը, պետք է հասկանանք եւ անելու ենք։ Մենք կանգնած ենք մեր ժողովրդի հետ ու կանգնած ենք մինչեւ վերջ ու վստահ եմ հաջողություն ունենալու են, թշնամիները չեն հաջողվի։